Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Կրկին եթերում է երաժշտության երանգները հաղորդաշարը։ Այսօր մենք հյուրընկալել ենք Սարիբեկյանց բենդի անդամներին՝ Ռաֆիկ Սարիբեկյանին եւ Հովհաննես Սենիկյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ հրավիրել եք։ Նմանապես, մենք էլ ենք շնորհակալ։ Այսօր մեր հաղորդումը լինելու է Ռաբիզի մասին։ Կուզենայի նախ ձեզ ներկայացնեիք, ձեր գործունեությունից մի քիչ խոսեիք, նոր անցնեինք արդեն բուն թեմային։ Ես Ռաֆիկն եմ Սարիբեկյան, ներկայացնում ենք Սարիբեկյան բենդը։ Ես Սարիբեկյան բենդի հիմնադիրն եմ։ Արդեն գործում է բենդը մոտ 3 տարի։ Ինչպես եք ծավալում ձեր գործունեությունը, ինչ սոցիալական շրջակայքերում։ Բենդի գործունեությունը հիմնականում կապված է հայկական հարսանիքներ, կորպորատիվներ, կնունկ, ծնունդ եւ նմանատիպ միջոցառումներ։ Ծագման օրվանից, հենց առաջին բացման օրվանից ինձ սկսել է գործել բենդը, Սարիբեկյանց բենդ։ Որպես արդեն հարսանիքներով մեկնարկ ենք տվել մեր աշխատակային գործունեությանը ու մինչ օրս էլ նույն ոճային այսպես ասած երանգով աշխատում ենք։ Հասկանալի է, իսկ գործունեությունը հարթ ընթացավ, հեշտ էր, թե դժվարություններ կային ճանապարհին։ Դժվարություններն էլ միշտ էլ կան, բարձ է թե նոր սկսնակ բենդ, ոչ մեկ չի ճանաչում։ Լավ էր, առաջի տարին գնաց, երկրորդ տարին գնաց, երրորդ տարին չենք դժգոհում, շատ լավ է։ Կուզենայի նախ խոսեիք, թե ինչպես է առաջացել Ռաբիզը, ինչ ժամանակաշրջանում, ինչ պատմական իրադարձությունների հիման վրա։ Ռաբիզ հասկացությունը նախ սկսեմ անվան ծագումից, երևի առաջացել է Рабочее искусство, ռուսական ծագում ունեցող անվանումը այսպես ասված, այսինքն բանվոր ժողովուրդ, աշխատավոր ժողովրդի արվեստ, այսպես ասած։ Ռաբիզը որպես այդպեսին հասկացություն որպես 1920-ականներին մտավ Խորհրդային Միության մեջ առաջացավ, այսպես ասած, ու նպատակը առաջին այն էր արվեստի գործիչներին միավորելու մեկ կազմակերպության մեջ։ Ու արդեն 1920 թվականներին առաջացավ արմիություն, արվեստագետների արմիություն առաջացավ, որը պետք է արդեն գործունեություն ծավալեր, որպեսզի այդ համախմբվածությունը ավելի հստակ ուղիով ընտանար։ Իսկ կարող եք նշել, թե ինչ շրջակայքերում առաջացավ Ռաբիզը եւ արդյոք այն սոցիալական արտահայտման, ինքնարտահայտման ձև էր, թե որպես արվեստ առաջացավ, ուղղակի հետո փոխեց իր ուղղությունը։ Ի սկզբանե հենց նպատակը նշեցի արդեն արվեստագետներին իրար հետ միավորելու նպատակներ, բայց հետո արդեն առաջացան առանձին ինչ-որ խմբեր, այսպես ասված, այդ արմիությունից անջատված ինչ-որ տարեր, որոնք սկսեցին արդեն զբաղվել հարսանիք եւ այլն, նույնիսկ տխրության առիթներին սկսեցին արդեն նվագել ու դրանով պայմանավորվեց Ռաբիզի առաջին անկումը հասարակության մեջ։ Այսինքն Ռաբիզին համարել հասարակության մարգինալ շերտ։ Իսկ կարող եք ասել, թե ինչ թեմատիկայով էին սկզբում երգում, ինչ շեշտադրումներ կային թեմատիկ, իսկ հետո արդեն ինչ տեղի ունեցավ։ Հստակ շեշտադրումներ իմ կարծիքով չի եղել, կախված թե ինչ արարողության մեջ են իրանք գտնվում։ Հարսանիք, թե թաղման արարողակարգ, ըստ այդմ որոշել են։ Ռաբիզը կներեք ուներ ինչ-որ թեմատիկ, այսպես ասված, մոռացված սեր, կորած սեր, չգիտեմ, կարոտ եւ այլն ավելի տխուր։ Մի փոքր մելամաղձոտ, այսպես ասված, ժանրի ավելի շատ հակվածություն ուներ Ռաբիզը։ Երևի այդից պատճառով էլ հետագայում եկավ այդ ճանապարհը, որ նմանեցեցին ու բազմաթիվ արդեն քննադատների լեզվով ասված արաբականից դեպի արևելյան այդ կապը երևի տեսան Ռաբիզի մեջ։ Պարզ է։ Իսկ կնշեք ինչ գործիքների միջոցով զարգացավ Ռաբիզը եւ ուր հասավ արդեն այդ զարգացումը։ Թե գործիքները հիմնականում եղել են տուտուկները,
Դե հոլ, կլարնետ, ակարդիոն, սինթեզատորները հետո արդեն ժամանակի ընթացքում երբ որ հասան մեր մոտ Հիմնական, այսպես ասած, գործի կավորում որպես դե վոկալն է եղել, տենորը երկել է, կատարել է վոկալը ու գործիքներն էլ դե բնական է, թվարկած, Ռաֆիկի թվարկած այդ գործիքներով։ Իսկ անկախության շրջանում որ սկսեց տարածվել, ինչն էր պատճառը, կարող եք ասել։ Որովհետև խորհրդային միության փլուզումից հետո չէ ավելի ինքը տարածում գտավ։ Մի բանի հետ եմ կապում այդ արդեն տարածումը անկախությունից հետո, երբ որ արդեն պետությունները, ԽՍՀՄ պետությունները ամեն մեկը որպես առանձին պետություն ձևավորվեցին, դե բոլորին է քաչայտնի, որ ԽՍՀՄ տարիներին, ԽՍՀՄ միության տարիներին արդեն այսպես ասած բոլորի ենթակային մեկ օրենքի, մեկ պետության, մեկ ղեկավարության օրենքի ու իմ կարծիքով, երբ որ Ռաբիզը արդեն անկում ապրեց, ինչպես արդեն նախ նշեցի, որպես մարգինալ շերտ դարձավ Ռաբիզը, երևի արդեն դրա հետ կապված ինչ որ սահմանափակումներ եղել են Ռաբիզ երաժշտության հանդեպ։ Արդեն անկախությունից հետո դե բոլորս էլ լավ հասկանում ենք, որ գումար են ժողովուրդը վերջ-վերջո աշխատում եւ այլն, բազմաթիվ հարցեր կան այդ երաժշտության տեսակի հետ կապված ու երևի հենց այդ է պատճառը, որ արդեն ազատ մարդիկ իրենց սեփական անկախ հանրապետությունում սկսել են զբաղվել այդ գործով։ Սուտ որպես սուբյեկտիվ կարծիք եմ դա ասում։ Իսկ ինչ եք մտածում սոցցանցերը օգնեցին, որ Ռաբիզը տարածվեր։ Բարդադիշ սոցցանցերը շատ օգնեցին, դե արդեն այն թվականներից մեր ասած դիսկերով արդեն հայտնի ժողովուրդը առել են, լսել են, դերել են հարսանիքներին, ինչու ոչ, եւ արդեն հեռախոսներն որ արդեն եղավ, սկսեցին շատ տարածել, լսել։ Ու մի կարևոր հարց, ինչ եք մտածում Ռաբիզի արկայությունը վնասում է մեր դասական արժեքներին, թե երկու տեսակի արժեքներն էլ տեղ ունեն։ Բացարձակ չի ազդում։ Քիչ առաջ ասեցի, ինչ որ մեկը գցելով, մյուսը չենք բարձրացնի։ Ռաբիզը ջնջելով, մենք չենք ունենա բարձրագույն դասական արժեքներ։ Մոտ օրերս ինտերնետով սոց հարթակում տեսա մի, այսպես ասած, վիդեո, տեսանյութ տեսա, այս թեմաներ էլի հարց էին ուղղել ու շատ հաճելիորեն պատասխանվեց հարցին, փորձեմ ցիտել խոսքերը, չեմ հիշում ով էր կոնկրետ անունը, ասողի, բայց շատ ճիշտ ասեց, որ եթե մենք ջնջենք Ռաբիզը, ժողովուրդը չի գնա դասական համերգ լսելու, ժողովուրդը էլի կմնա այն զանգվածը, որը Ռաբիզը կսիրի, Ռաբիզը չի կարելի ջնջել, ինչ որ աջ թևը կոտրելով, ցախ թևը չես կարող աճեցնել կամ չտեմ հակառակը, երկուսն էլ առանձին ճյուղեր են, այնպես որ իրար կանգառող չեն, այդ հակամարտությունը կրկնում եմ քննադատների պարապ երևի մնալու արդյունքն է, այն որ հա քարկոծում են, չի կարելի քարկոծել, որովհետև այսօր հենց մեկը Հայաստանի Հանրապետության մասշտաբով երևի երաժիշտների մոտ 50%-ը զբաղվում է Ռաբիզ երաժշտությամբ ու քննադատելի չէ։ Մարդիկ դրանով տուն են պահում, մարդիկ դրանով իրենց կյանքն են կառուցում, ոչ կողանում են, ոչ թալանում են, չգիտեմ էլի, ոչ էլ հասարակությանը վնաս են տալիս։ Մարդիկ ուրախացնում են դիմացինին, այսօր էլ երևի ամենահաճելի գործն է, երբ դու մարդուն ուրախացնում ես։ Հասկանալի է։ Քանի որ մեր հաղորդաշարը ընդհանուր առմամբ ռոքի ու Ռաբիզի մասին է ու մենք փորձել ենք ներկայացնել դրանք որպես հակամշակույթներ, մի քիչ էլ կուզենայի ռոքի մասին խոսել ձեզ հետ, ինչ կարծիք ունեք էլի ես նո հակամարտությունները չդիտարկենք, դրանց երկուսի գոյությունը մեկ տեղում ինչպես կպատկերացնեք։ Շատ նորմալ, մեկը ռոք է սիրում, մեկը Ռաբիզ է սիրում, մեկը դասական է սիրում, անգամ ընտանիքի անդամները կարող է 5 հոգի են տանը, 5-ն էլ տարբեր ոճի երաժշտություններ են սիրում։ Ամեն մեկը կարող է ականջակալներով լսել, իր երաժշտությունը վայելել, ընկալել։ Ընդհանրապես չեմ տեսնում ինչ որ կանգառող բան։ Չի կարող իրար խանգարել, որովհետև այսօր լիքը կան պես գործեր հատուկ գրված դասական, ռոք, ջազ,
ռաբիս, սա ասենք միացնում են իրար, մի հատ գեղեցիկ երաժշտություն է ստանում, դա շատ հաճելի լսվում է ու իրար ընդհանրապես չի խանգարում։ Հասկանալի է։ Երաժշտությունը մի հատ երաժշտություն ու ինքը բաժանվում է ճյուղերի։ Այդ ճյուղերն հետ են գալիս այդ երաժշտության։ Ռոքն էլ է արվեստ, համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի ճյուղ է, երաժշտության ճյուղ է։ Ռոքն էլ մենք որպես ռաբիզի ներկայացուցիչ սիրում ենք, նաև գործեր կան լսում ենք ու չենք քննադատում, որովհետև եթե ընդանուր գաղափարը երաժշտությունն է, չի կարելի զատել իրարից։ Սա վատն է, սա լավն է, ճաշակին ընկես չկա։ Ինձ համար մի գործը լավն է, ընկերոջս համար վատն է։ Բայց ընդանուր երաժշտությունը ասվածի մեջ բաժանել ճյուղերի, գիտես, ես ռաբիզն եմ վագոկայում, դու դասական ես, իրար հետ բարև չտանք, չգիտեմ, եւ այլն, ուղղակի հասարակության ինքնագիտակցության մեջ մտած, հասարակության շերտի մեջ մտած, իմ կարծիքով թե զարգացվածության ինչ որ դրսևորում են տամեն։ Չի կարելի երաժշտությունը բաժանել ու թշնամանք մտցնել ոլորտների մեջ, ճյուղերի մեջ։ Շատ շնորհակալություն հակիրճ ու կոնկրետ պատասխանների համար, շատ հաճելի էր։ Մենք էլ ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, սպասեք նոր եթերների, մենք կհանդիպենք։